Մենք հիմա Վանաձորում ենք գտնվում, որտեղ ընթանում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Հայաստան դաշինքի քարոզարշավը։ Նախ ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, աջակցում եք նախագահի դաշինքին եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Ուրեմն ես ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանին ես ճանաչում եմ շատ շուտից, արդեն երևի տարիքից էլ հասկացում։ Այն ժամանակվանից, երբ որ Լևոնից հետո այդ քարտային համակարգերը, սև հացի քարտերը, կամ այսքան գրամ կարակ, այսքան գրամ պիսոկ, ժողովուրդը զուջ էր ուտում, ասում էին շրջափակման մեջ ենք եւ այլը, հայտարարած ճաներ վիճակ էր։ Երբ որ Ռոբերտ Պետրակովիչը եկավ, որպես նախագահ, այդ մի անգամ վերացավ։ Այսինքն մոռացան, որ կա շրջափակում, մոռացան, որ կա դժվարություններ, այդտեղ մենչը վերացավ։ Մարդիկ սպիտակ հասկ իրան, մարդիկ գնացին խանութի ձու գնեցին, կարակ գնեցին, պիսոկ գնեցին, սա ուղղակի սոցիալական մի փոքր բան։ Մյուսը, ինչ էր կառուցեց Ռոբերտ Քոչարյանը աղետի գոտին, բնականաբար մենք աղետի գոտից ենք, Վանաձոր լինից միտակ աղետի գոտին, ինչ էր կառուցեց Ռոբերտ Քոչարյանը այստեղ։ Ես գիտեմ, որ 4 նախագահ ենք ունեցել, 4 նախագահից ամենալավը Ռոբերտ Քոչարյանն է։ Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանի հարաբերությունները եթե չլինեին, մեկին փոխարիներ, արտակարգ բան կլիներ եւ Հայաստանի եւ Արցախի համար։ Ոչ մի վատ բան մենք չենք կարող ասել։ Աշխատատեղեր չկային այն ժամանակ, բայց շինարարությունը գնում էր աղետի գոտին, Սպիտակում, Վանաձորում, Վերնականում, դրա համար էլ աշխատատեղերը այդքան շատ չէին, գնում գալիս են ԽՍՀՄ բանվորները եւ այլն եւ այլն։ Թոշակներն էլ բարձրացրեց, աշխատավարձներն էլ բարձրացրեց, վերամիսներով չէինք ստանում աշխատավարձ, իսկ թոշակի մասին ավելորդ հաղորդելը մարդը կարողացավ անել։ Ես տարիքով կինեմ եւ կարող եմ ձեզ վստահությամբ ասել 4 նախագահներից ամենալավը Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց հիմա այս իշխանությունը ասում է մենք ենք բարձրացրել թոշակները, այն թոշակառուն, որը 10,000 դրամը չգիտեր ոնց պետք է ծախսի, նա արդեն տալիս է այդ 10,000 դրամը։ Սրանց ասած, արածը մենք չենք շղթում։ Ես ճիշտ եմ ասում, մենք չենք շղթում։ Ասում են մի երկու բան արել։ Բայց ինչի են իրենք շղթում այն արածները եւ այն որ պիտի անեն։ Քո աշխարհը իրանցով չվերջացավ։ Մենք չենք շղթում, իրենք շղթում են։ Ինչ ստացան նրանք երկու հայկական պետություն, ճիշտ է։ Արցախը եւ Հայաստանը 42,000 քառակուսի կիլոմետր տարածք ստացան։ Ուր է 42,000 կիլոմետր տարածքը։ Խաղաղությունը, այդ տվել ենք, որ խաղաղություն բերի, մենք չենք ունեցել Հայաստանի Հանրապետություն, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, ես հանեցի Հայաստանի Հանրապետությունը թակարդից եւ հիմա վերել եմ Հայաստանի Հանրապետություն։ Ոչ միայն թակարդից, այլ նաեւ թոկից։ Հիմա ինձ հարց է շատ մեծ։ Ինքն է հայ ժողովրդի վզին թոկ, թե Արցախն ու Հայաստանն են։ Եթե Արցախն ու Հայաստանը ապրել են 4 նախագահների ժամանակ, ինչի՞ չպետք է ապրեր մի վարչապետի ժամանակ։ Նշանակում է նա ինչ-որ ծրագիր է, չէ՞, ստացել, այդ ծրագիրը պետք է իրականացնի։ Ես ուզում եմ իր բառերից մեկը ասել, որ շատ դիպուկ էր։ Ասում է, եթե ես չելնեմ, ինձ կհոշոտեն։ Ո՞վ է իրան հոշոտելու։ Ինքը գիտի ով է իրան հոշոտելու։ Հոշոտելու առիթ տվելա, պատճառ տվելա, ուր են այդ 150,000 արցախցիների հայրենիքը, ուր են նրանց երեխաները, ուր են նրանց ունեցվածքը, ուր է մեր հայկական Արցախը։ Եվ վերջին հաշվով ինչքան կարելի է թուրքասեր լինել։ Հայաստանում ենք ապրում, հայասեր լինենք։ Այսինքն 2-3 համեր գործ տվեցին, կամ ձեր ասածի նման մի 2 կոպեկ թոշակ աշխատավարձ բարձրացրեցին, նշանակում է շատ լավ ղեկավար, չի է։ Նա ղեկավար երբեք չի եղել։ Ես 2019 թվականն եմ նրա դեմ խոսացել այն առումով, որ միգուցե եկի լավ, որ ամեն ինչ լավ լինի, եթե այդքան ժողովրդի բան ունի։ Բայց թե տեսանք չէ ինչ արեց։ Բոլորին աշխատանքից հանեց, էլ հրապարակներում էլ թղթեր ճղեց, այդ դիմումներ գրեց, հիմա WhatsApp-ներով անում, այդ ձևը ղեկավար չի լինել։ Բա իր բառապաշարը վերջին հաշվով բոլորին դիտողություն անում։ Եթե քեզ որից է մեկը վիրավորել, ասում է գնա դատ դուր։
Հիմա ասում է սատկացնելու եմ, կզացնելու եմ։ Ավելին տրորելու եմ ադվալներում, արյուսներին, վանդակների մոտ, ընչի դաժողովրդի ղեկավարի խոսակցությունն է։ Ես ոչ թե մեկի չեմ լսել։ Ես դեռ ասեմ, առաջին նախագահը մեծամիտ մարդ էր։ Երկրորդ նախագահը շատ մեղմ մարդ է, անձնավորությունը, մարդկային եւ մեղմ անձնավորությունը։ Նա վենդետա չարեց։ Մատին փաթաթ անեն անում, որ մեկի նկատմամբ ինչ-որ բան արում, մատին փաթաթ անեն անում։ Բայն հազարները, 25,000, ինչքան է, այդ բոլորը ով է պատասխան տալու։ Իրանց մաթ հիշողությունը բոլորը գործրել է, եւ ինքը որ ասում է 0-ից եմ սկսելու, իրոք 0-ից է սկսելու։ Եվ վերջին հարց, ինչու պետք է ընտրեն նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ճիշտ ասած, ես ուժեղ Հայաստան թիմից եմ, ես այդ կուսակցության անդամ եմ եւ ընտրելու եմ բնականաբար Սամվել Կարապետյանին, որը իմ ամենամեծ սերն ու հարգանքն է վայելում։ Ես նույնիսկ համակում այդ ժամանակ, երբ որ խոսում էի նրա մասին, ասում էի մեծ սիրով ինքն է, մենք նրա հետ հանդիպել ենք։ Բայց եթե Սամվել Կարապետյանը որպես իսկական հայ տղամարդ չլիներ, Ռոբերտ Քոչարյանը իսկական հայ տղամարդ է, որ չի վիրավորի գնոջը, որ քաղաքավարի է բոլորի նկատմամբ, որ անցած ուղի ունի, որ շինարարություն, քաղաքականություն, արտաքին ներքին ամեն ինչ արել է։ Բայց հիմա բնականաբար ես եկել եմ, որովհետև ես եմ ասեմ մի անգամ ես Արցախում ապրել եմ, հակավարել Ռոբերտ Քոչարյանին ստիրել է անունարա, նախորդ նախագահ եղել եւ Արցախում եւ Հայաստանում, եւ վերջին հաշվով նորից եմ կրկնում, եթե չլիներ իմ սիրելի հարգելի Այսինքն ընդդիմադիրներին պետք է ձայնը տալ, ոչ այս իշխանության։ անպայման 3, 7, 17։ Շնորհակալություն։